Պարոն Քոչարյան, երեք Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ ամենալավը երկիրը ինքը կարող է ստեղծել։ Չէ, սուտ ասում, չի կարա։ Ինքը վատ կառավարել է եւ երբեք ընտրված չի համարվել մեր ժողովրդի կողմից։ Ինչի մասին է խոսքը։ Բոլորն էլ կարանցան ամենալավ ինքն է։ Չափորոշիչները որտեղ են իր հայտարարության։ Լավը գնահատում է ժողովուրդը ընտրությունների միջոցով։ Բոլոր ընտրություններին, որտեղ ինքը մասնակցել է, միշտ խնդրահարույց է եղել։ Ժողովրդի հիշողության մեջ մնացել այդ պատկերը, որ 4 անգամ Դեմիրճյան ընտանիքին ինքը պարտվել է, 1 անգամ Արթուր Մկրտչյանն է պարտվել։ Այդ լավ կառավարման բանը որտեղ է։ Ես չգիտեմ, չեմ հիշում, երեք դուք այդ հարցը տվիք իրեն թե չէ։ Դուք ասեմ դες, շատ հետաքրքիր էր, երբ որ ինքը սկսեց խոսել սիստեմա ընկերության մեջ իր մասնաբաժինների մասին։ Եվ կարծում եմ լրագրողները պետք է հարցնեն, ի՞նչ մասնաբաժին է։ Դուք ոնց դարձաք տնօրենների խորհրդի անդամ։ Դա քաղաքական որոշման արդյունքում էր Ռուսաստանի կողմից, թե դա ձեր ինչ-որ բարի ծառայությունների արդյունքում էր, գույք պարկի դիմաց գուցե։ Եվ հիմա էլ, եթե ես երեք հասկացա, որ սիստեմային տրված է հնարավորություն նորից տնօրենի ռուսական, փոխանցված ռուսական, իշխանություններին մեր անշարժ գույքը Մարս գործարանը եւ Մերգելյան ինստիտուտի անշարժ գույքը, որից հասկացա Ռոբերտ Քոչարյանը շատ լավ տեղեկացված էր։ Հիմա ինքը կարող ասի, ես շատ լավն եմ, բայց այդ դեպքում այդ լավի փաստացի, վատ հիշողությունները մնացել է թե մարտի 1-ին իր կառավարման ընթացքում, թե հոկտեմբերի 27-ով իր կառավարման ընթացքում։ Խոսքը, որ իր կառավարման մեջ միշտ եղել են հարցեր, որոնց պատասխանը ժողովուրդը ցույց չի գտել, դեռ 18 թիվ է եղել։ Եվ ոչ միայն իր, ինքը իշխանությունը փոխանցել է մարտի 1-ի արդյունքում Սերժ Սարգսյանին։ Եվ այստեղ խոսել ինչ որ կառավարման մասին, շատ լավ կլիներ ինքը այդ հիշողությունները ջնջելու համար գտնվեր վերադառնար պաշտոնաթողության ժամանակ Արցախ։ Եվ գուցե Արցախի մասին ինքը լիարժեք կարող է խոսել, բայց նկատեցիք ինքը ընդհանրապես Արցախի մասին չի խոսում։ Վերադարձի իրավունքի մասին էր խոսում։ Լսեք, վերադարձի իրավունքի մասին բոլորս էլ խոսում ենք, բայց ինքը որպեսզի այդ իրավունքի որպես, առաջամարտիկ վերջին հաշվով ինքը եղել է Արցախի նախագահի պաշտոնում։ Ինքը այստեղ պաշտոնաթողությունից հետո պետք է գնար այնտեղ, որտեղից եկել է այստեղ։ Ինքը չի գնացել, ավելին, իր թորները ծնվել են Միացյալ Նահանգներում։ Երեք ինքը նորից խոսում էր, որ Միացյալ Նահանգները այս խաղաղության օրակարգում անելիք չունեն, ոչ չունեն։ Էլ իր պատկերացումները աշխարհակարգի հետ կապված որտեղ մնացին։ Ուզում ասեմ, երեկվա ասուլիսով գուցե մեր ժողովուրդը շատ լավ հասկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը օր առաջ հայտարարեց իր ցանկությունների մասին, որպեսզի մնացածին թողի այդ ցանկության տիրույթում։ Ինչպիսին, ասենք, այդ շարժումը, նոր շարժումը, Սրբազանը չէ, Սրբազանը արդեն ավարտվել է։ Մյուս շարժումը, մեր ձևով է, մյուսները կողմնորոշվեն, որ ինքը իր անձի ցանկությունների հետ կողմնորոշվեն։ Նաև հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստան դաշնքի մյուս թևերը, ուզում ասեմ, որ երեկվա ասուլիսը ընդհանրապես մի խնդիր էր, որ օր առաջ ես հայտարարում եմ, որ ես կամ։ Բայց այդ լինել չլինելը մեր ժողովուրդը որոշել է 18 թվին։ Դա եթե ինքը կա, սա որոշակի առումով մտահոգում է ԿՊ-ին, թե ոչ։ Նախ մեզ մտահոգում է այն դատավարությունները, որը այդպես էլ դատաքննական փուլ չեն մտնում։ Մեր ժողովրդին է մտահոգում ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի հետ կապված անշարժ գույքի այդ ցանկերը եւ այլն, իր ընտանիքի, իր պահվածքի, իր կառավարման տարիներին առաջացած այս խնդիրների բոլոր թեմայով խոսում ենք, այնտեղ խնդիր է։ Ուզում եք խոսենք գույք պարկի դիմաց խնդիրը։ Տեսեք, ինքը ասում է, դրանք լավագույն գործարքներն են, ոնց է լավագույն։ ԶՊՄԿ-ի մասին խոսում եք, ասում է, դա ամենահրաշալի գործարքն էր, բայց չի ասում, այդ հրաշալի գործարքի արդյունքում տարբեր պաշտոնյաներ ոնց դարձան փայատեր նույն գերմանական ընկերության կառավարման միջավայրում։ Վայ Հակոբյան հիմա որտեղ է։ Ոնց դարձավ փայատեր պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կարան ինձ ասեն։ Մի պահել ասում եմ վերտալյոտով գնում եմ, ուղղաթիռով գնում եմ, գործի գալիս եմ։ Հետո երբ որ հարցրեցի, բա ոնց ասես, վայ այդ վարձակալում էինք։ Մինչև այդ հայտարարում էր սեփականը։ Ուզում ասեմ, Ռոբերտ Քոչարյանի կառավարումը միշտ եղել է խնդրահարույց։ Սկսած իր տեղեկանքից, կեղծ տեղեկանքից։ Ինքը չէր կարող չէ մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Եվ հիմա էլ ինքը խուսափում է այդ հարցերից, որովհետև հրավիրում են լրագրողների, որոնք այդ հարցերը չեն տալու։ Մի երեք ես հետևել եմ որոշ հարցերի, երբ որ հարց տրվեց, բա դուք այդպես որ շատ կարևոր մարդ եք համարում ձեզ,
ձեր կառավարման տարիներին եւ արտաքին խաղացողների, հա, հետ ձեր հարաբերություններում, բա ինչ եք արել այդ մեր ծանր օրերին։ Լավ, Արցախում եք, ինչի դուրս եկաք Արցախից, կա պատերազմի ժամանակ 44 օրյա։ Մնայք այդտեղ։ Ոչ մի բան, եթե չեք կարող անեք որպես կառավարիչ, որպես ոգեշնչող այդ երկրի նախագահ եք եղել, զենք վերցնեիք, նստեիք, նկարվեիք այդ վիճակում, չեք նկարվել։ Ընդհանրապես մի կադր եք դրել, երբ որ ձեր տղան նախկին ինչ-որ կադրում երևում է ինչ-որ անտառի կողքը, որ ասեք մեր ընտանիքը մասնակցել է այն հարցերի անվտանգային խնդիրներին, որը որ 44 օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք եւ մասնակից դարձանք եւ բնականաբար ամբողջացված չէր։ Եվ ուզում եմ ասեմ, որ երեկվա ասուլիսը իմ համար մի իրողություն էր։ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ինքը շատ լավ հմտություններով աշտված, որը մեր ժողովուրդը այդպես էլ չի ընկալել իր կառավարման 10 տարիներին եւ ապագայում եթե ընկալեր, ապագայի հետ կապված ինքը մերժված չէր լինի։